Հետմիջօրեի ժամը 4-ն ֆյուչերեն կներկայացնենք հայերեն լուրերով հաղորդումը եւ կսկսենք նախ խորակիրներով։ Ռուսական քաղաքացիական օդանավը կճախճախվի Սինայի մեջ։ Կառավարության հավանական նիստ աղբերուն հարցով։ Ասադի ճակատագիրը բանակցություններու փարթույթ։ Ռուսական քաղաքացիական օդանավը ճախճախվեցավ այսօր Եգիպտոսի Սինայի թերագղզի կենտրոնական հատվածին մեջ։ Օդանավին մեջ կգտնվեին 217 ուղևորներ, ներառյալ 17 երեխաներ, նաև անձնագազմի 7 անդամներ։ Օդանավը թռիչք կկատարեր Շարմ Շեյխեն դեպի Սենթ Պետերսբուրգ։ Ճամփորդներու մեծամասնությունը ռուսեր են։ Airbus 321 դիպի օդանավը ռադարներն անհետացավ թռիչքեն 23 վայրկյան ետք։ Եգիպտոսի կառավարությունը հատուկ գործողություններու խորհուրդ կազմած է հետևելու համար զարգացումներուն։ Շտաբ օգնության մեքենաներ ուղղված են ճախճախումի վայր, որ կգտնվի Արիշ քաղաքեն մոտ 100 կիլոմետր դեպի հարավ։ Օդանավի ճախճախումեն մոտ 3 ժամ յետ գտնվեցավ անոր Սևդուպը։ Իշխանությունները կբնտեն, որ արգազի մանրամասնությունները եւ թրթաբաժարները կբարձվին միայն Սևդուպի արձանագրությունները վերլուծել ետք։ Եգիպտական իշխանություններու նախնական քննադատականին համաձայն օդանավը ճախճախված է տեխնիկ խանգարումի, ոչ թե ահաբեկչական գործողության հետևանքով։ Իսկ Հայաստանի իշխանությունները կճշտեն, որ եթե օդանավի մեջ կգտնվին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Սուրիական առումով ՄԱԳ-ի ընդհանուր քարտուղար Բան Կի Մուն անթույլատրելի համարեց, որ Սուրիո հարցի լուծումը գախյալ մնա Ասադի ճակատագրին։ Բանի խոսքով նախագահության հարցը կվճռեն միայն սուրիացիները։ Անդրադառնալով անցումային կառավարություն կազմելու խոսքին, Բան նշեց, որ Դամասկոս կպահանջի Ասադը ներառել անցումային հանգրվանին մեջ, իսկ ընդդիմությունը եւ արևմտյան գաղտնիություններ կմերժեն։ Սեուդական Արաբիո արտաքին գործոս նախարար Ադել Ժուբայր մինչ այդ հայտարարեց, որ Սուրիո ղեկավարությունը ցախողության կմատնի ահաբեկչության դեմ պատերազմը։ Մանամայի երկխոսություն խորհրդաժողովին ընթացքին Ժուբայր նշեց, որ Ռիադ պիտի շարունակի զորակցել Եմենի օրինականության։ Մինչ այդ Միացյալ Նահանգներու պետական քարտուղար Ջոն Քերին դիտել տվավ, թե հատուկ ուժերու զինվորականներ Սուրիա կորձուղելու որոշումը թիրախ կդարձնե իսլամական պետություն գազམ་ագերբության զինյալները, ոչ թե վարչագահը։ Իսկ պետական քարտուղարի դեղակալ Թոնի Բլինքեն հայտարարեց, որ Սուրիո հարցը կարելի չէ լուծել զինվորական միջոցներով միայն։ Այսօր առավոտյան ժողովը տեղի ունեցավ վարչապետարանին մեջ, ժողովին մասնակցեցան վարչապետ Թամամ Սալամը, Երկրագործության նախարար Աքրամ Շայեբը եւ արդյունաբերության ու ելևմուտքի նախարարներ Հսեյն Ալ-Հաջ Հասանը եւ Ալի Հասան Խելիլը, որոնք կներկայացնեն Հեզբալլան եւ Ամալը։ Շայեբ ժողովեն յետ նշեց, որ աշխատանք կդարվի կոմարելու կառավարության հատուկ ժողովը նվիրված աղբերու թղթածրարին։ Եվ մինչ նախարարական տեղեկություններ ցիդել դվին, որ Հեզբալլա եւ Ամալ առաջարկած են աղբանոց հաստատել Հարավի Քֆուր շրջանին մեջ, Նաբատիեի ղեկավարությունները գդրականապես մերժեցին իրենց շրջաններուն մեջ այլ քաղաքներու եւ գյուղերու աղբերը ընդունելու առաջարկը։ Մինչ այդ երեսփոխան տալալ Էրսլան դվավ մամլոասուլիսմը, որում մեջ մերժեց եւ դադարեցեց Խելդե Շուայֆետ շրջանին մեջ աղբանոցը մշակելու մասին դարացայնությունները։ Լիբանանյան բանակի ընդհանուր հրամանատար Զորավար Ժան Ահուաժի այսօր Այնթինե եւ վարչապետարան այցելեց քննարկելու համար զինվորականներու աշխատավարձերուն փարթույթը։ Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բրրիի, ինչպես նաև վարչապետ Թամամ Սալամի հետ իր դեսակցություններուն ընթացքին Ահուաժի արձարծեց աշխատավարձերու ուշացումը եւ անոր հետևանքները։ Նշենք, որ ելևմուտքի նախարար Ալի Հասան Խելիլ կպահանջի կոմարել կառավարության հատուկ նիստը, ապահովելու եւ վճարելու համար զինվորականներուն աշխատավարձերը։ Հաշվեկնություն պիտի կատարենք նախաձեռնության անդամներ փողոքի հավաք կազմակերպեցին TVI կենտրոնին առջև, փողոքելու համար դուրքերուն թեմ։ Ցուցարարները նաև գոչ ուղեցին քաղաքապետություններուն պատկանող գումարները իսկույն փոխանցելու, արագ լուծումներ գտնելու համար աղբերու դակնաբին։ Ժողովրդավարական հանդիպում բլոկի նախագահ երեսփոխան Վալի Ջմլատ գոչ ուղեց կենտրոնանալու սուրիացիներու տեղահանության քաղաքականության բաժարներուն վրա։ Անհիշեցուց, որ Սուրիո հագամարտությունը սկսած էր խաղաղ ցույցերով եւ ապա զարգացած զինյալ հեղափոխության։ Սուրիո հարցով նկատեցին խաղաղ լուծումի առաջարկներ 5 տարիներու ընթացքին։ Սակայն այդ լուծումները դակավին չեն իրագործված։ Ջմլատի համաձայն Թուրքիո հետ պետք է խորհրդակցել թեմ տնելու համար փախստականներու հոսքին։ Երեսփոխանը նաև դադարեցրեց ռուսական գործողությունները, սակայն նշեց, որ Ռուսիան մեգուսացնելու փորձերը կբազմացնեն վտանգները։ Իսկ այժմ գանցինք ցանցումային Թաթարի Որմեյետ Սարգսյան Վրաստանի մեջ պաշտոնական այցելությամբ։
Աշխատանքային այցելությամբ Վրաստան գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան Թիֆլիսի մեջ տեսակցությամբ Վրաստանի բարձրաստիճան պատասխանատուներուն հետ։ Մանրամասնությունները այս տեսանյութով։ Նախագահներ Գյորգի Մարկվելաշվիլիի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումին ընթացքին քննարկվեցան բարձր մագարտակի հայ-վրացական հարաբերություններու օրագարկը, նախանշվեցավ անոնց հարաճտիմության վերաբերող նոր հերանեկարները։ Նախագահները երկկողմանի եւ բազմակողմանի ձևաչափերով փոխշահավետ նախագիծերու իրականացման համար կարևոր նկատեցին համարգման տարբեր հոլովույթներու ծիրին մեջ Հայաստանի եւ Վրաստանի մնայուն համագործակցությունը։ Հանդիպումեն երբ տրված մամլո միացյալ ասուլիսի ընթացքին Հայաստանի նախագահը անդրադարձավ նաեւ վրացահայության։ Վստահ եմ, որ դեղյակ եք այս այցելության ծիրին մեջ կմասնակցին Մին Թիֆլիսի պատմական վայրին մեջ նոր շունչ ստացած հայկական առաջնորդանից Սուրբ Գևորգ եկեղեցվո վերաօծման արարողության։ Մենք ալ մեր ղարքին հadouk հոգացությամբ կվերապերինք Հայաստանի մեջ գոյություն ունեցող վրացական մշակութային ժառանգության, որուն բարենորոգման ուղղությամբ աշխատանքները ընթացքի մեջ են։ Նախագահը նաև հաստատեց, որ երկու երկիրներու միջև ոչ միայն գոյություն ունի համագործակցության բարձր մագարտակ, այլև լիակատար փոխադարձ վստահություն։ Միացյալ ծրագիրներուն անդրադառնալով Սարգսյանը ասավ. Մենք քննարկեցինք նաև այն ռազմավարական բնույթի նախագիծերը, որոնք երկուստեք ցերնամուխ եղած ենք։ Հայաստանի նախագահը նաև դիտել տվավ, որ Վրաստանի նախագահին հետ քննարկած է շրջանային հարցերն ու մարտահրավերները, կարևոր նկատելով Վրաստանի թերագադարությունը շրջանին մեջ կայունություն եւ ապահովություն հաստատելու առումով։ Վրաստանի խորհրդարանի նախագահին հետ տեղի ունեցած հանդիպումի ընթացքին Սերժ Սարգսյանն ու Դավիթ Ուսուբաշվիլին ընդգծեցին, որ Հայաստանի եւ Վրաստանի զարգացումը երկու բարեկամ ժողովուրդներու բարեկեցությունը մեծապես պայմանավորված են հայ-վրացական սերտ համագործակցությամբ եւ հարաբերություններու ամրապնդումով։ Անոնք կարևոր նկատեցին բոլոր մարզերուն մեջ քաղաքական, տնտեսական, մարդասիրական եւ այլ փոխադարձ գործակցության զարգացումը։ Հանդիպումին ընթացքին Ուսուբաշվիլի նշեց, որ Վրաստանի մեջ ուշադրությամբ կհետևին Հայաստանի մեջ սահմանադրության փոփոխություններու հոլովույթին եւ դեղյակ են, որ փոփոխություններու նախագիծի մշակման հոլովույթին մեջ մասնակիտական խումբը նաեւ պիտի ուսումնասիրե Վրաստանի փորձառությունը։ Սարգսյան տեսակցեցավ նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաչվիլիի հետ, զրուցակիցները կարևորեցին տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային ներառյալ ուժանյութի ծրագիրներու իրականացումը, որոնք անոնց համոզմամբ սկալիորեն կխթանեն Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական գաբերու ամրապնդումը եւ կնպաստեն արևդրատնտեսության ծավալման աճին։ Անտիլիասի մայրավանքին մեջ մինչև նոյեմբեր 1 շարունակվող 36-րդ հայկի Քիր ցուցահանդեսի այցելուներուն մեծակույն տոկոսը ուսանողներ են, որոնք գիտակից են Քիրքի եւ հատկապես հայ Քիրքի ու ընթերցանության ներկայացուցած կարեւորության, սակայն ընդհանրապես իրենց ուսուցիչներու թելաթրանքով։ Շարժումը դպրոցական բավական աշակերտներ եկան, լավ էր ընդհանրապես, բայց ավելի պետք է քաչալերեն ուսուցիչները գսեն, որպեսզի առնեն, բայց աշակերտները հերույ են։ Ընդհանրապես ինչ կընտրեն։ Իրենց գուզեն պատմական բաներ գարտան, հիմա այս տարի բավական 400-ամյակներ գուզեն որ այդ քիրքերու մասին ուզեցին գարտալ, տասարանը ինչ-որ օրորտը թելաթրե իրենց, բավական գար շարժում, բայց դեր ավելի պետք է ելա զդիկները որպեսզի քիրք գարտան։ Ներկա ժամանակներու մեջ այսօր հայ ուսուցիչները մեծ է, որովհետև հայ ուսուցիչը պիտի արտնցնե հայ լեզվի հանդեպ սերը, պատմության հանդեպ սերը, առավել քիրք ընթերցելու սերը պետք է արտնցնել աշակերտի մեջ։ Մանավանդ ներկա տարաշրջանի մեջ, ինչքան գիտությունը կզարգանա, ինչքան ասենք iPad-ի ինտերնետի այսցրությունը առաջ կերտա, այդքան կդժվարանա մեր թերը։ Քիրքի հանդեպ աշակերտության սերը կնվազի, ճիշտ անոր համար է, որ մեր կարելին գնենք, ինչքան գրնանք իրենց մեջ զարգացնել ընթերցանությունը, որովհետև ընթերցանությամբ է, որ աշակերտը ավելի պիտի այսպես մոդի գսկա պատմության, ավելի պիտի ասենք զարգանա եւ հմդություններ առաջանա իր մեջ։ Ես կսեմ ցուցանտեսի կալ որտեվ նոր քիրքերու կծանոթանամ, նոր պատմություններ կսորվիմ։ Շատ քիչ կգարտաս։ Այո։ Մասերեն բացի։ Էդ շատ տասլան է, անսուստ բայց օրինակ բարապ ժամանակ ունենամ նե գարտամ։ Ինչ տեսակի։ Հայերեն։ Հայերեն։ Դու ինչ տեսակի քիչ կգարտաս։ Ամեն լեզվով։ Հեքիաթ, վեպ, Հեքիաթ։ հեքիաթ։ Դու ինչ տեսակի։ Անգլերեն։ Հայերեն։ Շատ քիչ։ Անգլերեն է վայրեն։ Անգլերեն է վայրեն։ Հայերեն ինչ քիչ կգարտաս, ինչ տեսակ քիչ։ Հեքիաթ։ Քիչ շատ չէ։ Ինչու ասկետը։
որտեվ ասիգա ամեն ինգերներս ունին եւ ես շատ եւ մենք ուզեմ որ առնել։ Նախ ինչու գսիրես գիրքը եւ ինչու աս գիրքը ընտրած ես։ Աս գիրքը նախ մենք հայոց պատմության մեջ սորված ենք իր մասին եւ ես ուզեմ ավելի մանրամասորեն գիտնալ Սամուելի մասին եւ նաեւ գսիրեմ Ռաֆիի Վեբերը եւ իր քրությունները։ Լավ, ինչու գսիրես գիրքը։ Ավելի հետաքրքրական ավելի գիտությունը գսորանա եւ պատմության մասին ավելի լավ բաներ կնան գիտնալ։ Գնախնդրես iPad-ը թե գիրքը։ Գիրքերը նախ ավելի հայերենով են, iPad-ը ավելի անգլերեն է, մենք հայ ենք պետք է մեր հայերենը ավելի զորանա եւ շատ ավելի մաքուր խոսենք։ Հագարակ չենք, նույնիսկ աշակերտներուն կաչալերենք iPad-ի միջոցով ընթերցանություններն են հետաքրքրական, բայց դժբախտաբար մենք այսօր դակավին չենք հասած այդ մագարտակին, որ քիրքեր ուղագի տեղադրված լան համացանցի վրա հայերեն գրություններով։ Ճիշտ անոր դժվարության համար դակավին մենք պետք է շարունակենք քիրքի ընթերցանությունը, մինչև որ հասնենք զարգացման բարձր մագարտակին, ասենք հարաճանանք գիտության հետ ավելի մոդենանք եւ ունենանք դասակիրքեր դեղատրված համացանցի վրա։ Գնաց վերջին դարիներուն մանկական գիրքերը մանկավարժության ընթացքին մանավանդ դպրոցներեններս եթե նայենք շատ որակավոր եղած են հերոսները արտիականացուցած են մեր անցյալ տասական հրած են հաջելի որբեսի հայ մանուկը գարենա եթե թերթադե գիրքը դեսնե իրեն հաջելի կարեկտերները իրեն հաջելի հերոսները դարբեր այնքան փայլուն եւ վարակավոր են, երբ որ պատմությունը գարտե իր երևակայության մեջ գդբավորվի թե նկարը եւ թե պատմությունը։ Խրադս ներկա սերունդին, որ ինչքան որ գիտությունը կզարգանա, անպայման որ շոշափելի բամը կփնտրեն, ինչպես օրինակ ֆիլմերը, ինչքան գիտեն եւ 3D, այսպես բամը կփնտրեն, որ քիչ մը իրենք ավելի մոդս կան, թող գիրքերը as իրեն ցերքի մեջ բնդրած 3D տողսեվեն ներկա գիտության մեջ եւ քաչալերվին բռնել իրեն ցերքը կիրկա առանց վախի եւ ավելի թափ տան իրենց երևակայություն։ Բացի երիտասարդ սերունդեն, կան նաև թղթակալ քիրքի սիրահարներ, որոնք այս առիթը բաց չեն թողուր Եվս մի քանի քիրքով հարստացնելու իրենց քրաթարանը եւ մտային բաշարը։ Առ այդ քիրքի ցուցահանդեսի այս տարվան տաղավարներուն մեջ ներգրավված են ոչ միայն քիրքեր, այլև երաժշտական եւ ֆիլմերու խդասալիկներ եւ ինչու՞ չէ նաեւ հայկական ցերարվեստ։ Մենք հայ քիրքի 36-րդ ցուցահանդեսին կմասնակցենք նուրի ասինքն արարգաներ ցուցադրելով, ասոնք բոլոր ցերքի կորձեն։ Մենք կգարձենք, որ հայ մշակույթը ոչ թե միայն քիրք է, այլ նաեւ արվեստ է, որ մով փնորոշվի հայ ժողովուրդը հոս դիգին Սիլվա Քեշիշյանին կորձերն են ուրեմն նուրը արադության եւ փեմնավորության նշան է արվեստի մաս կգազմում է նուրնալ հայկական մշակույթի եւ մենք շնորհակալություն կհայտնենք այս ցուցահանդեսը գազմագերբողներուն եւ մանավանդվեհապար հայրաբեդին որ արիթը գուդա որ մանուկները եւ երիտասարդ սերունդը կան որբեսի քիրք կնե որովհետեւ կգարձեմ որ ասիգա միակ միջոցն է որ բզիկները ծանոթանան հայ քիրքի, հայ մտավորականության, ինչպես նաև հայ ցերարվեստի։ Ի վերջո, հայ մշակույթի բոլոր երեսները քաչալերելի են եւ արժեքավոր, որուն զուգահեռ կարեւոր է նաեւ անոր ընդելացումը արտիականացման հորցանուդին եւ անոր համահունչ քայլերով զարգացնելու նաեւ մեր անգրգնելի արվեստի եւ քրագանության քոհարները։ Իսկ այժմ հաղորդման ավարտին վերընթերցենք մեր խորակիրները։ Ռուսական քաղաքացիական օդանավ մգճախճախվի Սինայի մեջ։ Կառավարության հավանական նիստ շուտով աղբերուն հարցով։ Ասադի ջագադակիրը փանակցություններով փարթում։ Քյուչերը ներկայացուցին հայերեն լուրերով հաղորդումը ցտեսություն։